Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսեր։ Երբ Հռոմի Դիոկլետիանոս կայսրը որոշելով ամուսնանալ իր կայսրության ամենագեղեցիկ կնոջ հետ, խուզարկուներ է ուղարկում ամենուր և քրիստոնեական կուսանոցում հանձինս Հռիփսիմեի միազնվական ու գեղեցկատես օրիորդի գտնում են իրենց թագավորի ուզածը։ Բայց մայրապետ Գայանեի գլխավորությամբ բոլորը, թվով 37 հոգի, գիշերով փախչում են վանքից և հեռանում կայսրության սահմաններից։ Նրանք նախ Եգիպտոս են գնում, հետո Երուսաղեմ և վերջապես Եդեսիայի միջով անցնում Հայաստանի Վանի շրջան և հաստատվում են Վարագալեռան վրա, իսկ շուտով այնտեղից տեղափոխվում են մայրաքաղաք Վաղարշապատի շրջակա հնձանները։ Մոլեգնած Դիոկլետիանոս կայսրը հրովարտակ է ուղարկում բոլոր մերձակա երկրները, այդ թվում և Հայաստան, որպեսզի կույսերին գտնելով Հռոմ ուղարկեն։ Տրդատ թագավորը նրանց գտնելով իր մայրաքաղաքին մոտ և տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը հմայվում է նրանով և ցանկասիրությամբ վառված նրան իր պալատն է տանում, որոշելով նրան կնության առնել։ Բայց ստանալով կույսի մերժումը, կատաղությամբ որոշում է բռնի տիրել նրան։ Վերին զորություն ստանալով կույս Հռիփսիմեն կարողանում է խուսափել Տրդատի բռնությունից և փախչում է հետ դեպի հնձանները։ Ամոթահար ու մոլեգնած թագավորը հրամայում է բոլորին խոշտանգելով սպանել իրենց գտնված տեղերում։ Այդպես 9 օր բոլորի դիակները անթաղ մնացած են լինում դաշտերում, բայց ոչ մի կենդանի կամ թռչուն չի մոտենում նրանց։ Եվ ճիշտ այդ օրերին խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորիչի առաջին գործը եղավ հավաքել նրանց բոլորի մարմինները, ամփոփել հատուկ տապանի մեջ ու թաղել իրենց նահատակության վայրերում։ Եվ այդ տեղերում նախ փոքրիկ մատուռներ են կառուցվում, իսկ հետագայում դրանց փոխարեն հոյակերտ տաճարներ կանգնեցնում, որոնք կանգուն են մնացել ցայսօր։ Դրանք Սուրբ Էջմիածնում գտնվող այժմյան Հռիփսիմեի, Գայանեի և Շողակաթի եկեղեցիներն են։ Կույսերի նահատակման տարեթիվը համարվում է 301 թվականը, իսկ օրն ու ամիսը հոկտեմբերի 5-ից 6-ը։ Այդ երանելի նահատակներին նվիրված եկեղեցական տոները կատարվում են Հռիփսիմյաններինը հարությանը հաղորդող կիրակի հաջորդ երկուշաբթին, իսկ երեքշաբթին Գայանյանների հիշատակման տոնը։